Հարգելի հեռուստադիտողներ, եթերում ձեր սպասված Արարատյան Խոհանոցն է, բարև ձեզ։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հետևում եք մեր հաղորդումները, բարեկամներ, ձեր բոլոր արձագանքները, ձեր բոլոր ցանկությունները, որ հողում եք մեզ օգնում են եւ հաղորդումը դառնում է ել ավելի ցանկալի, ել ավելի սպասված։ Շնորհակալություն մեր սփյուռքահայ բարեկամներին, ովքեր մի քիչ ավելի ակտիվ են այս մասով։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, այսօր մի լավ օր է մեզ համար եւ այդ օրը բնորոշում է նրանով, որ նորից ամփոփում ենք մեր հայ-խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության եւ Աբովյանի քաղաքապետարանի հետ միասին իրագործած ձկան փառատոնի արդյունքները։ Եվ այսպես բարեկամներ, իմ հյուրն է Բագրատ Ավագիմյանը, ով հանդիսանում է հայ-խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության երիտասարդ եւ խոստումնալից անդամ։ Ողջույն Բագրատ։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ, դուք։ Լավ, տրամադրությունդ բարձր է։ Այո։ Ես ներկայացրի, որ դու մասնակցել ես ձկան փառատոնին եւ հենց այսօր այն ուտեստով ես ներկայացել, որը որ դու պատրաստեցիր եւ ինչ մրցանակի արժանացար։ Լավագույն սկսնակ խոհարար։ Լավագույն սկսնակ խոհարար։ Եվ այս ինչ պիտի պատրաստենք, բաղադրությունը նշենք։ Բաղադրությունը մեզի պետք է լինելու Սևանի սիգ, Խաղողի մատեր, դափնու տերև, հոտավետ պղպեղ, աղ, սև բիբար, ջուր եւ երկու տեսակի ձետ։ Երկու տեսակի, այսինքն արևածաղկի եւ ձիթապտղի։ Շատ լավ։ Կացայի տակը այսպես ասած շարենք մեր խաղողի մատերը, որպեսզի նրանք ջերմային մշակման ենթարկվելու ընթացքում տան իրենց հոտն ու բույրը, այո, նրանք շատ բուրավետ են։ Սա դու գիտես, որ սա հնագույն մեթոդ է, հնագույն եւ ես հիշում եմ մեր տատիկները դեռ երբ որ ձուկ էին ուզում պատրաստեն, այսպիսի փայտեր, իհարկե ընտրությունը ոչ միայն կանգ էր առնում խաղողի մատերի վրա, այլ կարելի է օգտագործել բալի, որը ավելի շատ շլորի օրինակ, որ բույր է տալիս։ Այո։ Այդ տեսակի մատերը։ Այսքանը բավական է, խնդրեմ։ Հիմա կկտրատենք մեր ձուկը։ Ձուկը կկտրատենք երկու մասի։ Եվ այս ձուկը, այս եղանակով պատրաստված արժանացավ ժյուրի ուշադրությանը եւ լավագույն սկսնակ խոհարարի անվանակարգում գրավեց առաջին տեղը, չէ՞։ Այո։ Ձուկը դնենք։ Ձուկը դնելուց հետո կավելացնենք ձեթը, ասենք որ ձեթը պետք է լինի շատ, քան ջուրը, որպես խավար, որպես սոուս կտանք նրա մեջ այդ հյութը, ձկան հետ, կավելացնենք համեմունքները, ասենք որ այսպիսի ձուկը պահպանվում է ավելի շատ երկար, կավելացնենք կիտրոնի կտորները, երկու կտոր բավական է։ Կիտրոնի կտորները ձկանն են լավ փոխանցելու, թե խաղողի մատերին։ Երկուսն էլ համընկնում են, քանի որ խաղողի մատերն է մի քիչ թթվայնություն ունեն, կիտրոնն են։ Համեղ է լինելու ավելի շատ ձուկը, թե մատերը։ Ձուկը։ Հա։ Ես մատերն եմ փորձելու։ Եվ կավելացնենք ջուրը։ Ջուրը ինչի ես ընտրել սառը ջուր, որպեսզի գոլոշին շատ դուրս գա։ Այսինքն դանդաղ կամած եռա եւ գոլորշու մի աստիճանաբար գոլորշին սկսի տաքացնել, հա։ Այո։ Լավ։ Կրակ դնենք կրակին 15-ից 20 րոպե։ 15-ից 20 րոպե պիտի։ Այ ջերմային մշակման եղանակը կարող ես հուշել, ինչ եղանակ է սա։ Կարամ ռուսերեն ասեմ։ Կարող ես ռուսերեն ասել։ Նա պարու։ Նա պարու, հայերեն ես կարող եմ թարգմանել։ Գոլոշի վրա։ Վերջ, գոլոշի վրա, այսինքն հարգելի հեռուստադիտողներ, մենք ընտրել ենք ջերմային մշակման շոգեխաշման եղանակ։ Մեզանից կպահանջվի ուղիղ 15-ից 20 րոպե, որպեսզի լավ պատրաստվի ձուկը։ Հա, որպեսզի փշերը ուտելուց չխանգարեն։ 15-ից 20 րոպե հետո կհանդիպենք եւ փշերը չեն խանգարի մեզ արդեն։ Մենք կսկսենք ճաշակել, փուշը չենք զգա, չէ՞։
Սպասենք այդքան։ Մեր ձուկը պատրաստվել։ Պատրաստ է արդեն։ Կարող ենք մատուցել։ Խնդրեմ։ Անենք կրակից։ Մինչ կմատուցի Բագրատը ես նորից հիշեցնեմ, մենք օգտագործեցինք խաղողի մատ, տակերը այսպես դնելու, տակը ձկան, դրեցինք ձեթ եւ արևածաղկի եւ զեյթունի, աղ, պղպեղ, հոտավետ պղպեղ, դափնու տերև եւ այդ ընթացքում հենց այդ բաղադրության մեջ էլ շոգեխաշեցինք։ Մենք հոգ տարանք բարեկամներ, որ ձկանը ջուր չկպնի, այսինքն շոգեխաշման, մաքուր շոգեխաշման, իսկական շոգեխաշման մշակում, այո։ Մատուցենք։ Եվ ինչպես Բագրատը նշեց, առաջացած հյութը առանձին պիտի մատուցենք որպես սոուս։ Այսպես կզարդարենք կիտրոնով։ Զարդարենք կիտրոնով, բարեկամներ, ես ձեզ խորհուրդ կտամ կիսալուսին կտրելու ժամանակ մի հատ կկիսեք, նոր արդեն կիսալուսնի ձև կկտրատեք։ Հյութը լցնենք։ Ահա, այստեղ արդեն մենք ունենք հյութ խաղողի մատի, երկու տեսակի ձեթ, կիտրոնի, հոտավետ պղպեղի, դափնու տերևի, ահա։ Եվ դրա վրա կդնենք դրա մեջ խաշված կիտրոնը։ Եվ խոսք տվեցին, որ մի քիչ հյութից է պիտի ձկան վրա։ Այո։ Մի քիչ հյութը ձկան վրա։ Ահա բարեկամներ, այս ուտեստներ, որ գրավեց ժյուրիի հետաքրքրությունը եւ անհարակարգ լավագույն սկսնակ խոհարար մրցանակը բաշխեց Բագրատ Ավագիմյանին։ Բագրատ, ներկայացրու ուտեստը եւ ինչ ցանկություն ունես մեր հեռուստադիտողներին, խնդրեմ։ Հեռուստադիտողներին խորհուրդ կտամ շատ օգտվեն այսպիսի ձկան ուտեստներից։ Հարգելի հեռուստադիտողներ, պատրաստեք այսպիսի եղանակներով ձկան ուտեստներ եւ գիտենք, որ ձուկը շատ առողջարար է, գիտենք, որ ձուկը շատ դյուրամարս է։ Եվ այսպես ձեր անունից եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Բագրատին, նաեւ շնորհավորել իր ստացած մրցանակի համար, ցանկանանք, որ շարունակի այդպես մասնակցել բոլոր մրցույթներին եւ միշտ մասնակցությունն արդեն համարի շահած։ Ողջույն։ Հարգելի հեռուստադիտողներ, ուտեստը համարվում է հիմնական ուտեստ, մատուցել հարկավոր է 65-70 աստիճան ջերմությամբ եւ ճաշակել սպիտակ անապակ գինով։ Այսքանն էլ մենք այսօրվա համար այսքանն ենք նախատեսել ձեզ համար, հարգելի հեռուստադիտողներ։ Նախքան ավարտելը եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը հուլիսի 16-ին Սարդարապատի հուշահամալիրի տարածքում իրականացնելու է տոլմայի 4-րդ համահայկական փառատոնը։ Բոլոր թիմերին խնդրում ենք զանգահարել եւ մանրամասն տեղեկություններ ստանալ, թիմեր կարող են ձևավորել նաեւ ոչ պրոֆեսիոնալ խոհարարները։ Շնորհակալություն հարգելի հեռուստադիտողներ, ուզում ենք, որ յուրաքանչյուր հանդիպում ունենա արդյունք, այդ արդյունքը լինի այն, որ հանդիպումից հետո մենք լինենք ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ, հպարտ լինենք հայ լինելու համար, ունենանք համբերություն եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Ձուկը խաղողի վազի վրա, սիկ 1 հատ, խաղողի վազ 6-7 ճուղ, ձեթ 50 մգ, ձիթապտղի ձեթ 50 մգ, դափնու տերև 3 հատ, սև կոճապղպեղ 3 հատ, աղ, ջուր, կիտրոն, բարեախորժակ։